նաև որ մենք նախ եւ առաջ նշենք, որ իրար վրա մենք ստացանք մի քանի լուր, մի տարի չանցած, մենք տեսնում ենք, որ Եվրոպական դատարանը վերջապես 6 տարվա վաղեմություն ունեցող, 3 տարվա վաղեմություն ունեցող գործերին եւս անդրադառնում է։ Թողնելով այդ աշխարհաքաղաքական համատեքստը, ես պետք է ասեմ, որ դա ավելի շատ նշանակում է հայկական իրավաբանական հանրության համար մեծ պատասխանատվություն եւ մեծ, կասեի ես, պրոֆեսիոնալ ունակություն։ Նախ եւ առաջ շնորհակալ եմ բոլորին փաստաբաններից, որոնք կարողացել են այնպես կազմեն գործը, որ դա ընդունվել է, եւ երկրորդը դա կոչվում է ոչ թե պատասխանող կողմ ճանաչել Հունգարիան, այլ Ադրբեջանը, ինչը բազմաթիվ անգամ ասվել է եւ դա կորեկտ չի։ Մենք պետք է հստակեցնենք, որ մտել է այսպես կոչված կոմունիկացիաների շրջանը, բայց այստեղ հետաքրքիր են հարցապնդումները։ Ես շատ գոհունակությամբ ընդունեցի, որովհետև բազմաթիվ անգամ ասել են, որ պետք չի ասել, որ ուղղակի Ռամիլ Սաֆարովին հերոսացրել են։ Այնտեղ կա երկու խնդրից մեկին անդրադարձել եմ դատարանը, ասում է, թե ինչու, ինչ հիմքերով եք դուք այսքան վաղաժամկետ նրան ազատ արձակել։ Այսինքն այն, որ թերթում գրել են, որ նա հերոս է, դա չի խնդիրը, եւ նյութը, որ եմը կազմված է եղել շատ գրագետ։ Երկրորդը Հունգարիային պատասխանը հարցը որն էր ուղղված, որ դուք ինչու չունենալով գրավոր հաստատում առայն, որ ինքը Ադրբեջանում կկրի թեկուզ միջազգային իրավունքների եւ պետական օրենսդրությանը, որը չի հակասում միջազգայինին, այդ օրենքներով չի կրի իր պատիժը։ Այս տեսեք բավականին հստակ, դա նշանակում է, որ իրապես այն իրավաբանները, ու ես շատ ուրախ եմ Նազելի Վարդանյանի համար եւ այն երկու կազմակերպությունների, որոնք որ նշված են, որ շատ գրագետ է տրվել հարցը։ Ես կցանկանայի նշեի եւ երրորդ հանգամանքը, որը այդ հարցումներում չկա, բայց իմ կարծիքով դա հիմք է տալիս, որ Հայաստանը մասնակցի այդ գործում որպես երրորդ կողմ։ Դա այն է, որ ոչ միայն ազատ է արձակվել նույն օրը, մի քանի ժամ, նույն ժամը կարելի ասել, այլ նաեւ, որ նա վարձատրվել է ամբողջ այն ժամանակահատվածի համար ներառյալ սպանությունը կատարելու ժամերը եւ օրերը, որ ինքը անցկացրել որպես դատապարտյալ, ինչը նշանակում է, որ դա պետական քաղաքականություն է եւ պետական քաղաքականության ներքո է արվել, եթե ոչ հրահանգի ներքո։ Այսինքն դա պետության կողմից արդեն հանցագործությանը միտված գործողություններ են եւ այստեղ ես տեսնում եմ, որ ճիշտ ժամանակն է, որ Հայաստանը հանդես գա որպես երրորդ կողմ։ Եվ վերջապես կա այն տուժած երկրորդ տուժածը, որը հրաշքով ուղղակի ողջ է մնացել, ես կարծում եմ, որ դեռ այդ հարցերը այս երկու հարցումների մեջ չեն դրված, այնինչ ազատ արձակելը այդ մարդասպանի անօրինական ձևով կարևոր է, որովհետև դեռ գտնվում է անպաշտպանության, ավելի անպաշտպան վիճակում հայտնվեց Հայկ Մակոչյանը, որը որ պարզվում է, որ մարդասպանը եւ փորձողը, որը իրեն սպանի, առանց որևէ մի համապատասխան պատիժ կրելու բաց է թողվել ազատության մեջ է եւ մնացյալ։ Եվս մեկ հանգամանք կա, որ ես կցանկանայի նշեի, դա այն է, որ միջև տեղի չունենա արդար այդ հարցի որոշումը վճիռը միջև չկայացնի դատարանի կողմից, մենք ունենք տուժած կողմ, այն է ծնողները։ Մենք փաստորեն այս տարիների ընթացքում քայքայվում են իրենց ներքնաշխարհը, քանի որ տեսնում են ինչպես է փառաբանվում եւ ազատության մեջ իրենց կյանքը վայելում իրենց որդու սպանած
չեմ կարող ասել մարդը, բայց մարդանման էակը։ Այս հանգամանքները, Մեկ ինչ ակնկալիքներ ունենք եւ ինչ կոնկրետ պահանջ է ներկայացված, որ նորից ազատագրվի, թե հետ ուղարկվի։ Տեսեք, նա չի վերանայում, չի կարող պարտադրել պետությանը, որ նա նորից լինի։ Դա ամենաշատը ես կարծում եմ կարող է տուժ պահանջվի կամ տուգանք պահանջվի Ադրբեջան, իհարկե, ես կարծում եմ այո, եւ նույնը փոխհատուցումը տուժող կողմի այն է ծնողներին եւ Հայկ Մակոչյանին։ Այսինքն այստեղ երբևէ չի մտնում դատարանը զուտ նյութական գործի մեջ, որ կարողանա այս առումով փոփոխի, բայց պետք չի մտածել, որ դա քիչ է, որովհետեւ քաղաքական դրա նշանակությունը եւ քաղաքական ասելով միայն զուտ են արտաքին քաղաքականը չեմ ասում, այլ քաղաքականությունը, որը վերաբերում է միջազգային իրավունքին։ Այն միջազգային, այո, ես պետք է ասեմ, որ ինձ շատ ես վրդովված էի, որ մինչև Եվրոպարլամենտի 2 տարի կներեք, Եվրոպայի խորհրդի կողմից դատապարտումը այդ հնչեցված այդ գործողությունների Ադրբեջանի կողմից, անգամ հայկական միջավայրում կային այդպես բաներ, որ ինչ անել, դե միջազգային օրենքը դա է ասում, միջազգային իրավունքը դա է ասում։ Կներեք, դա անգրագիտություն է իրապես, ու ես շատ ուրախ էի, երբ որ նախ եւ առաջ տեղի ունեցավ այդ հայտարարությունը Եվրոպայի խորհրդի կողմից եւ երկրորդը, երբ որ հիմա այդ հարցապնդումները վերջապես կան։ Ինչու՞ դե միջազգային իրավունքի սկզբունքները բացառում են այդպիսի հակա մարդասիրական, մարդատյաց քաղաքականություն է դա, իսկ չի կարող միջազգային նորմը որևէ կամ սկզբունքը որևէ անգամ ողջունի այդպիսի քայլերը կամ համարի դա միջազգային իրավունքի ներքո։ Տիկին Ալավերդյան, իսկ դիվերսանտների հետ կապված էլի ակտիվություն ա նկատվում։ Դիվերսանտների կողմից, տեսեք, նախ առաջ անգրագետ է այդ փոխվարչապետը, անգրագիտության, այսպես ասած, սահման կա, այդ անձի անգրագիտության սահման չկա։ Ես չեմ խոսում դրա մասին, որ երևի նա անտեղյակ է, որ իրենց հանձնաժողովը տարիներ շարունակ, ես համոզված եմ, խաբում է, երբ որ ասում է, որ իրենք չունեն Ադրբեջանում պահված պատանդներ, ես ուղղակի համոզված եմ, որ քանի որ 2-3 անգամ մենք արձանագրել ենք, տեսել ենք այդ մարդկանց, որոնք որպես ստրուկ են պահվել Ադրբեջանում, ու վերջապես ես դրական եմ մտածում Ադրբեջանի ժողովրդի մասին, չի կարող պատահել, որ առնվազն խաղաղ բնակիչներին, որոնք որ պատանդ են ընկել Մարտակերտի Շահումյանի այդ անկման ժամանակ, չկարող պատահել բոլորին կոտորեն, դրանք փաստորեն հիմնականում 60-անց մարդիկ էին, համոզված եմ, ինչպես դա տեղի ունեցել 4 կանանց հետ, որոնք պահել են ստրկության մեջ, նոքարություն են նրանք արել, հետո առանց կարմիր խաչի, առանց մեզ, իրենց ազատ են արձակել, նրանք վերադարձել են իրենց ընտանիքների տարիներ անց, եղել են դեպքեր, երբ որ ուղղակի հասցրել են մահամերձ կամ ուղղակի մահի այնքան են վատ նայել, բայց կրկնում եմ, ես ավելի հավատում եմ այդ փոխվարչապետին։ Փոխվարչապետի ասածի մեջ կա մի ևս անգրագիտություն։ Եթե իրենք ուզում են կամ մտածում են, որ նրանք զինգերի են կամ պատանդ են, կա լեփլեցուն հնարավորություն նրանց օգնելու, օրինակ դիմել Կարմիր խաչին, որ ներկայացուցիչ լինի ընտանիքի կամ որևէ բեգի, որը գա եւ այցելի Լեռնային Ղարաբաղում այցելի իրենց հարազատներին։ Մյուսը դա է, որ կարող է փոքր բաներ ուղարկեն, դա ինչպես որ տեղի է ունենում ընդհանրապես բերդերում։ Դա Կարմիր խաչը ցիրով կբերի ու կհասցնի։ Երրորդը այն է, որ փաստորեն դիվերսանտները, որոնք որ նստած են, նրանք չեն բողոքում իրենց վիճակից։ Ես այն մարդկանցից եմ, երկուսից մեկը, որ այցելել է իրենց դատական գործընթացի ժամանակ, կարող է մի քիչ հետո, կարող է ևս մի անգամ այցելեմ, եւ եթե նրանք ունեն որևէ ցանկություններ, պետք է ասեմ, որ վերաբերմունքը դեպի իրենց բավականին մարդկային է։ Ընդհանրապես Արցախում արցախցիները խորտ չեն շփվելու ադրբեջանցիների հետ եւ
մարդկային վերաբերմունք ցուցաբերելու։ Պատերազմի ժամանակ, երբ որ գերի էին վերցնում կամ պատանդ էին վերցնում եւ պահում էին տներում, ինչին հետո վերջ տրվեց հենց պետական մակարդակը, նրանց պահում էին ինչպես իրենց զավակներին։ Նույնը պետք է ասեմ, որ Ադրբեջանում մենք ունենք գրանցված դեպքեր, երբ որ պատանդին զինգերուն պահել են, որպես իրենց զավակի։ Ես լավ բաներ եմ ասում, որ հասկացվի բոլոր այն դաժանությունների, այն անմարդկային վերաբերմունքի հետ միասին, մարդուց մարդ տարբերությունը միշտ մնացել է։ Եվ այստեղ խնդիր չկա։ Ես կարծում եմ, նրանք կարող են վաղուց համոզվեին, թե ինչ վիճակում են նրանք պահվում։ Ինչ վերաբերվում է մնացածին, գիտեք, զարմանալի է, բայց այստեղ էլ իրենք բերել են նրան, որ անգամ այնինչ կարելի էր անել, այսինքն դատապարտյալներին փոխադրել Ադրբեջան, իրենք այդ ճանապարհը կտրել են, որովհետև արդեն իրենք բնակարաններ են տվել այդ անձանց ընտանիքների, եւ նույնը փորձում շուտով ասում են անելու են, խոստացել են անել եւ այն երրորդ, որ սպանվել է գործողությունների ժամանակ, հա, այսինքն նրանք արդեն սկսել են հերոսացնել եւ ոչ միայն դրանով, այլ իրոք դրանց փառաբանվում են, համարում են, որ իրանք ոչ մի հանցագործություն չեն գործել, եւ որ դա ապացուցված է։ Այսինքն փակում են այն ճանապարհը, որը կարելի էր անել եւ ինչ որ իհարկե վերջապես դա բերեն, որ իրենք այնտեղ անցնեն գոնե ինչ որ սիմվոլիկ, որը օրենքով իրենց մոտ նախատեսված է, կրեն իրենց պատիժը, արդեն իրենց հարազատ շրջապատում, միջավայրում եւ բան անեն եւ վերջապես դրանով ապահովեն նրանց փոխադրումը։ Իրականում նրանք այդ ճանապարհը փակում են։ Ես կարծում եմ անգլագիտությունից կներեք, ես շատ անգամ եմ ասել դա, ափսոսում եմ, որովհետեւ ամեն անգամ խոսքը գնում է կոնկրետ մարդկանց մասին։ Այսինքն ես կողմնակից եմ, ես ինքս եմ նպաստել ժամանակին տարբեր պետություններից այստեղ գերության մեջ հայտնված մարդկանց, հետո դատապարտված կամ դեռ ոչ, որ ուղարկեն իրենց երկրներում, դա եղել է Չեչնիան, Ուկրաինան, Բելիչենկոն, դա կներեք իմ, այսպես ասած, ուղիղ միջամտությունը եղել է, որ պետք չէ նրան ոչ մահապատժի ենթարկել, ոչ էլ, ասենք թե, ցմահ տալ, թողեք ինքը միառժամանակ այստեղ տամ անցնի իր պատիժը, հետո տեղափոխեք իրեն Ուկրաինա։ Խնդիրը ինձ համար ընդունելի է, ես չեմ նայում դրան այլ ձևի, քան մարդասիրական տեսակետից, բայց անել այդպիսի քայլեր ու հետո պահանջել, որ իրան վերադարձնեն եւ այնտեղ իրանց հերոսացնեն, դա ես կարծում եմ այդ պետք է դա ասեմ, դա այն կեցվածքն է, որը Ադրբեջանը անթաքույց դրսևորում է նմանվելով այդ դայիշ կոչվածին, իդիլ կոչվածին, որովհետև կա մարդու իրավունքների ոտնահարում, որոնք ուզում են թաքցնել, իշխանությունները ուզում են թաքցնել։ Եվ դա հասկանալի է դառնում, որ իշխանությունը գիտի ինչպես պետք է լինի։ Ճիշտ է, այսինքն ուղղակի ուզում է թաքցնի դա, ասում է այդպես չի։ Այստեղ հակառակն է, սա արվում է ի ցույց բոլորին եւ դրանով հակադրվում են այն նորմերին, որը ընդունվել է քաղաքակիրթ հանրությունը միջազգային։ Ես այստեղ տեսնում եմ հերու գնացող Ադրբեջանի կողմից այդ հերու գնացող քայլերը, որով ինքը ոչ թե, ինչպես հիմա ասում են, ուղղակի ոտնահարում է իրավունքները, ինքը հակադրվում է մարդու իրավունքներին եւ միջազգային ընկալումներին, այսինքն ինքը լինելով ճանաչված երկիր իրեն դրսևորում է որպես այդ տերորիստական միավորը, որը իրեն կոչում է իսլամական պետություն։